Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ այսուհետ, եթե դուք ունեք հեռախոս, որը դրսից է բերվել եւ գրանցված չի Հայաստանում կենտրոնացված բազայում, դուք դրանով կարող եք միայն պոպոկ ջարդել։ Բայլու Ժողովուրդ ջան, ինչպես միշտ մենք փորձում ենք տեսնենք, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Եվ ես ուզում եմ ցույց տալ ուղղակի կարճ մի տեսանյութ։ Не упадите со стула. Россиян обяжут платить за постановку смартфонов на учет. А все, кто откажется, отключат от сети. Такой вот новогодний сюрприз от нашего любимого правительства. Дело в том, что они готовят создание к 2027 году единой базы АИМ номеров, регистрация в которой будет платной. Пока речь идет о фиксированной плате. Однако владельцам телефонов, которые ввезены в Россию в серую, нужно будет платить определенный процент от их стоимости. Нифига себе замахнулись, да? Правительство пока не распространяется, какой именно это будет процент. Но, учитывая их положение, можно предположить, что аппетит у них просто конский. Я всем хотел напомнить, что только за один 2025 они умудрились увеличить НДС, поднять налог на прибыль, вести технологически... Իմ ասելի հայրենակիցներ, 6 ամիս առաջ Ռուսաստանում այս մարդը բարձրաձայնում է, որ Ռուսաստանում ընդունում են օրենք կենտրոնացված բազա ստեղծելու հեռախոսների IMEI կոդերով կենտրոնացնելու եւ այդ ամբողջ ինֆորմացիան միտեղ հավաքելու եւ որը լինելու ավճարով է։ Այսինքն մարդը բողոքում է, Ռուսաստանում սկսվելու է գործել մի օրենք, որով հեռախոսները ուղղակի հեռախոս գնեցիր, որպեսզի միանաս համակարգին, պետք է վճարես դրա դիմաց, քո ամբողջ ինֆորմացիան տաս, որը կենտրոնացված բազայում պետք է հավաքվի։ 6 ամիս առաջ է սա եղել, 2 օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց այս օրենքը, այս օրենքը մտավ ուժի մեջ։ 3 օր առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ այսուհետ, եթե դուք ունեք հեռախոս, որը դրսից է բերվել եւ գողացած է եւ գրանցված չի Հայաստանում կենտրոնացված բազայում, դուք դրանով կարող եք միայն պոպոկ ջարդել։ Ինչի մասին այս քննարկումը սիրայինքիցներ։ Եթե դուք մտածում եք, որ ինչ որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում է արվում, սա ուղղակի աբսուրդ է։ Ինչու՞, որովհետեւ եթե Հայաստան մտնում է մաքսանենգ հեռախոս եւ Փաշինյանը ուզում է մաքսանենգ հեռախոսի մաքսազերծված գումարի հետևից գնալ եւ դա բերել պետական բյուջե, շատ լավ, ինչա պետք անել, պետք է բռնել մաքսանենգության մեջ աջակցող են մարդկանց, ովքեր աշխատում են որտեղ պետական եկամուտների կոմիտեում։ Պետք է բռնել դատել, որովհետեւ Հայաստանում չի կարող լինել մի իրավիճակ, որ հեռախոսներ մտնեն մաքսանենգ ճանապարհով եւ որևէ պաշտոնատար անձ, որևէ չինովնիկ, որևէ մեկը այդտեղից փող չունենա։ Հետեւաբար ինչ որ մարդիկ փող են աշխատում, մաքսանենգ հեռախոսա մտնում Հայաստան, եւ այդ հեռախոսը վաճառվում է սև շուկայում, կամ չգիտեմ որ շուկայում, բայց խուսափում են դրա հարկերը վճարելուց։ Սենց հետաքրքիր մի հատ թեմա, այսինքն պետությունը ալարում է իր գործառույթները կատարել մաքսանենգության դեմ պայքարել, եւ դրա համար այդ սոուսով ստեղծում է մի համակարգ, որ բոլորի հեռախոսները բերվեն մի կենտրոնում, այդ կոդերով հավաքագրվեն եւ մի ամբողջ ինֆորմացիոն բազա պահի այս կառավարությունը, որին որ բնականաբար մենք չենք վստահում, եւ մեր ինֆորմացիան բազմիցս սպրտվել է մամուլ, մեր ժողովրդի վերաբերյալ հավաքագրված անձնական տվյալները։ Դուք հիշեք կոവിഡ്ի ժամանակ հավաքվող անձնական տվյալները։ Ինչ այլանդակություններ ասես եղել են մարդկանց անձնական տվյալները հավաքագրելով։ Այս վերջին գաղտնալսումների դեպքերը, որ ամբողջ երկիրը մտածում է, որ իրան գաղտնալսում են, հիմա էլ սա։ Այսինքն այստեղ խնդիրը ժողովուրդ ջան հետեւյալն է։ Մի կրակոցով փորձում են երկու նապաստակ սպանել։ Մեկով իբր հարկային այս դաշտում վերահսկում իրականացնել, ալարելով իրենց թիմի կոռումպացված մարդկանց բռնել եւ այդ մարդիկ մնում են անպատիժ եւ մյուս կողմից ամբողջ երկիրը մտցնել վերահսկողության տակ եւ այս օրենքը մենք նայեցինք այնպիսի երկրներում է այն ուժի մեջ մտել եւ սկսել գործել, որ շատ դժվար է ասել, որ երկրները ժողովրդավարության բաստիոններ են։ Անկամ ԵԱՏՄ երկրներում չկա նման կանոնակարգ, որ ԵԱՏՄ երկրները սա պետք է անեն, Հայաստանը որպես ԵԱՏՄ երկիր։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Տեղի ունենում հետեւյալը, որ քանի որ Փաշինյանը երրորդ ժամկետով է գնացել արդեն երկրի ղեկավարումը ստանձնել, գործադիր իշխանության ղեկավարի, այս ընտրությունների արդյունքներով ինքը սկսում է գայկեքը ձգել։ Ցանկացած երկրում դա տեղի է ունենում, ժողովուրդ ջան։ Լուկաշենկոն մի օրում չի դարձել այն Լուկաշենկոն, ում մասին հիմա խոսում են։ Գայկեքը ձգելով։ Ալիև բան։ Բոլորը դանդաղ ժողովրդավարական մարդու իրավունքների ազատությունները սահմանափակելով գնացել են տարեստարի քիչ-քիչ, մեկը մաքսանենգության դեմ պայքարի համար, մեկը անձնական տվյալների պաշտպանության դեմ պայքարի համար, ամենքը մի մահանայով շարունակել է այս process-ները եւ երկրները դարձել են ավտորիտար կառավարման երկրներ։ Հիմա Հայաստանը ժողովրդավարական երկիր չի, Հայաստանը հիբրիդային ավտորիտար կառավարվող երկիր է։
որտեղ կա մի մարդ, որը հանդես է գալիս սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանի, առաջին դատարանի, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության գվարդիայի, ոստիկանության ընդհանուր զորքերի եւ ոստիկանության պարեկային ծառայության, այսինքն այդ բոլորի դերերում մի հատ մարդ հանդես գալիս եւ այս երկիրը կոչվում է ժողովրդավարություն։ Ժողովրդավարական երկիր։ Չկա նման բան, սա հիբրիդային ավտորիտար ռեժիմ է Հայաստանում եւ այս երրորդ ժամկետով այն ավելի է սրվելու։ Հիմա ի՞նչ է պետք անել, սիրելի հայրենակիցներ։ Պետք է բողոքել, ցույց տալ իրան, որ իրանց չսիրած Ռուսաստանում, իրանց չսիրած ՌԴ նախագահը մի քանի օր առաջ ստորագրել է այս օրենքը, եւ ասել որ այս օրենքը ռուսական օրենք է, ոնց են Վրաստանում ՀԿ-ների օրենքը, ասում են ռուսական օրենք։ Նրանք ասում են, չէ, բայց մենք ամերիկյան փոստն ենք բերել, մենք թարգմանել ենք ամերիկյան օրենք, ասում են, չէ, դուք ռուսական օրենք եք ընդունում եւ պայքարում էին ՀԿ-ները ռուսական օրենքի դեմ։ Հայաստանում էլ պետք է ՀԿ-ները, քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը պայքարեն նմանատիպ ավտորիտար օրենքների դեմ, ինչ սոուսով, ինչ մահանայով էլ այն պատրվակով էլ այն կբերվի եւ փորձ կարվի մցնել մեր առօրյա մեր կյանք։ Վայիփր թե արա գիտեք Հայաստան են մտել հերախոսներ են գալիս եւ այդ դրա համար պետք է ասես գրանցել, որ եթե դու արդեն դա գրանցած չի վետաբար եթե գրանցում են դե պարզ է երևալու է որ հարկը մուծածա կամ մուծած չի, չէ։ Երևալու է որ ձախ ճանապարհով, լեվի ճանապարհով մտած հերախոս է իբր թե եւ դրանով իբր ուզում են բան անեն, այդ կոնտրոլ անեն, էլի սենց ասած։ Ժողովուրդ ջան, բացարձակ ոչ մի բանի հետ կապ չունի։ Մենք ունենք մարմիններ, որոնք պետքա զբաղվեն դրանով։ Քանի որ մարմինները չեն զբաղվում մաքսանենգությամբ, իրանք զբաղվում են ձեր հեռախոսը լսելով, իմ հեռախոսը լսելով, մեր անձնական կյանք քիթները խոթելով, ինչ որ քահանաների անձնական կյանք, կաթողիկոսի անձնական կյանք քիթները խոթելով, նմանատիպ բաներով իրանք հիմնական գործառույթը մաքսանենգությամբ դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար։ Հիմնական գործառույթը մնում է օդում կախված, մնում է եսին որտեղ, դե իրանք քաղաքական օրակարգեր են սպասարկում։ Հետո որպես ինչ որ թեմայով գան ասեն, բա հարկ երեքի չհավաքվի, ինչ անենք, առաջարկում են նման անասուն օրենքներ, որ իբր այսպես բազա ստեղծենք, բան, որևէ ժողովրդավարական երկրում նման բան չկա։ Որևէ ժողովրդավարական երկրում։ Եվ քանի որ ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանում ինչ որ քաղաքացիական հասարակության նշույլներ են մնացել, ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ձայն կբարձրացնի այս օրենքի դեմ։ Ինչի ես ռուսական օրինակը ցույց տվեցի։ Որտեւ իբր թե տպավորությունը, որ այս իշխանությունը պայքարում է այդ բռնատիրական ռեժիմների դեմ, ինքը ժողովրդավարական է, բանա դա ցույց եմ տալիս, որ տեսեք, նույնությամբ նույն օրենքը ռուսական բերել էստեղ ուզում են ընդունեն եւ ասել որ խոսքի սա մենք ուղակի բանը ՀԴՄ կտրոն տպի ակցիայի շրջանակներում է որ բոլորը պետքա հարկ վճարեն։ Ժողովուրդ ջան, սա ուղակի այնպես չէ որ հիմա չէ կարա բոլոր երախոսները լսեն։ Բոլոր երախոսները լսում են, բոլորը գիտեն դրա մասին։ Տեսանք ես ամբողջ ընթացքում։ Բայց թեման ուրիշ բան է։ Այդ հսկողությունը ավելի են խստացնում իրենց հսկողության գործիքները ավելի են ուժեղացնում։ Սրա մասին է։ Եվ սրա դեմ պետքա պայքարել։ Այս այսօր Հայաստանում կատարվում։ Վերջին կատարվող բանը սա է Հայաստանում։ Գրեք ձեր հարցերը, ձեր առաջարկությունները, ձեր մոտեցումները եւ այո, ձեր բողոքի ձայնը հնչեցրեք այս խայտարակ ռուսական օրենքի դեմ, որը որ իրանք իբր բան են անում, էլի, իբր ժողովրդավարական Ռուսաստանի դեմ պայքարող այս իշխանությունը Ռուսաստանից թխած օրենք է բերել, որ Հայաստանում ընդունի։ Այս այսօրվա վիճակը։ Տարածեք եւ բոլորին լավ ուր Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։